Այսօր պատրաստում եմ պրոտեինային կեքս, գնացինք։ Այս խմորեղենի համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները. ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլ, ձու, սերուցքային կարագ, դարչին, կաթնաշոր, թթվասեր և չորամրգեր։ Դե ինչպես միշտ, սկզբում կոտրում ենք ձուն։ Ավելացնում ենք կաթնաշորը, թթվասեր, վանիլին, դարչին, լավ խառնում ենք, հիմա ավելացնում ենք ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլը։ Ես դնում եմ վանիլային և թխված քաբրիթի համով։ Խառնում ենք, մինչև համասեռ դառնա։ Այս ամենին ավելացնում ենք հալեցրած կարագ։ Եթե նկատեցիք, ես ջեռոցում այս կաղապարների մեջ հալեցրել եմ կարագը։ Նորից խառնում ենք ու տեղավորում կաղապարների մեջ։ Ահա այսպիսի խմոր է ստացվում։ Նախապես տաքացրել եմ ջեռոցը 180 աստիճան, հիմա կտեղափոխենք այնտեղ։ Կաղապարները նախապատրաստենք։ Կարելի է նաև յուղաթուղթը յուղել։ Նայած թե ինչ որակի յուղաթուղթ եք օգտագործում ապահովության համար։ Հիմա արդեն զանգվածը լցնում ենք կաղապարների մեջ։ Մինչ ես կլցնեմ, դուք չմոռանաք բաժանորդագրվել և հավանել տեսանյութը։ Կզարդարենք տարբեր կերպ, օրինակ սա բալ է, այսպես։ Այստեղ ունենք նաև սև սալորաչիր, ունենք սառեցրած բալ, և տեղափոխում ենք արդեն ջեռոց։ Կարծում եմ շատ գեղեցիկ ստացվեց։ Համամիտեք, չէ՞։ Խնդրեմ, այսպիսի տեսք ունեն։ Անցավ 35 րոպե և խնդրեմ պատրաստ են մեր կեքսիկները և որպես վերջին շտրիխ հովանալուց հետո ես վրան այսպիսի այսպես կցանեմ, ձեռքով, մաղով պետք չի։ Եվս պրոտեինային կոկտեյլից, որովհետև ինքը շատ հետաքրքիր ու նուրբ բույր է տալիս վանիլային։ Չեք պատկերացնի ինչ բույր է այստեղ տարածվել, և ախորժելի են, և համեղ, և դիետիկ, և սպիտակուցային, և օգտակար։ Դե ինչ, օգտվեք իմ բաղադրատոմսերից, դարձրեք ձեր սննդակարգը ավելի առողջարար և պիտանի։ Սիրով, ձեր համեղ Փաթեթիկ։ Իսկ այս խմորեղենի գլխավոր բաղադրիչը ֆորմուլա 1 կոկտեյլը ձեռք բերելու համար դիմեք այս գեղեցիկ և համեղ թխվածքի հեղինակին։